Բարի երեկո սիրելի հավատացյալ, այսօրվա ուղերձի վերնագիրը նրան քաղաքից դուրս շպրտիր։ Արդ հաստատ կանգնենք ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստության համար։ Եփեսացիների 6:14-15 խոսքեր։ Պատրաստվածություն։ Շատ լավ կլինի, եթե հիշես այս բառը։ Երբ գործը հոգևոր պատերազմներին վերաբերի, շատ հավատացյալներ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում դրա վրա։ Նրանք չեն նախապատրաստվում եւ այնքան են սպասում, մինչեւ որ սատանան առաջին քայլն է անում, իսկ հետո ցատկում են եւ փորձում են նրա դեմ կռվել խոսքով եւ սովորաբար պարտվում են։ Ես էլ էի նույն բանն անում, մինչև որ Աստված սովորեցրեց ինձ սրա մասին։ Ես սպասում էի մինչև հավաքույթի սկիզբը ու նոր սկսում էի աղոթել դրա հաջողության համար։ Երբ սատանան դուրս էր գալիս դրանց դեմ, մի կողմից ես այդ կողմից էի պայքարում նրա դեմ, հետո նա շրջվում էր ու մեկ ուրիշ կողմից էր հարձակվում, եւ ես շրջվում ու այդ կողմից էի պայքարում նրա դեմ։ Մի օր Տերն ասաց, որ երբ սպասում եմ մինչև վերջին վայրկյանը ու հետո նոր զբաղեցնում իմ դիրքերը, ես սատանային ժամանակ եմ տալիս, որպեսզի նա իր ուժերը դուրս բերի իմ դեմ։ Արդյունքում ես պարտվում էի շատ մարտերում։ Հետո Տերն ինձ մի բան ասաց, որ ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց, եթե Ալ Կապոնին Չիկագոյից դուրս վռնդեին այն ժամանակ, երբ նա գրպանահատ էր, նրա հարցերը լուծելն այդքան էլ դժվար չէր լինի, բայց նրանք սպասեցին, մինչև որ նա առաջնակարգ հանցագործ դարձավ եւ իր շուրջը տարբեր ուժեր հավաքեց։ Այդ ժամանակ նրան բռնելու համար կանոնավոր զորքի միջամտություն պահանջվեց։ Երբ ես լսեցի դա, որոշում կայացրեցի, որ երբեք թույլ չեմ տա թշնամին ինձ անպատրաստ գտնի եւ սկսեցի այդ հավաքույթների համար դեռ շաբաթներ առաջ աղոթել, պատրաստելով հոգեվոր հարթակ նախքան այդ հավաքույթների սկսվելը։ Փոխարենը թույլ տալու, որ սատանան հաստատի իր զորքերը, ես սկսեցի դուրս շպրտել նրան այն ժամանակ, երբ նա ընդամենը մի ոտնաչափ տեղ էր զբաղեցնում։ Այդպես անելով ես ավելի ու ավելի շատ հաղթանակներ էի տանում, որոնց նմանը երբեք չէի տեսել։ Թույլ մի տուր, որ սատանան քեզ առանց պաշտպանության բռնեցնի, պատրաստ եղիր։ Սկսիր աղոթել եւ խոսել հավատքի խոսքեր քո ընտանիքի, քո գործի, քո եկեղեցու համար, հագիր խաղաղության ավետարանի կոշիկները, իսկ դրանից հետո, եթե սատանան նորից բարդություններ առաջացնի, դու լավ զինված կլինես նրան քաղաքից դուրս շպրտելու համար։ Այո եւ ամեն։ Եկեք հետևենք այս խորհրդին, սիրելի հավատացյալ։ Կարդանք այսօր Ա թագավորաց 17:12-51 խոսքերը, իսկ ես ասում եմ բարի խաղաղ օր ամենքիս։